ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է ընտրություններում կիրառում IT տեխնոլոգիաներ։ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը չբացառեց, որ հնարավոր է տեխնիկական խափանումներ լինեն եւ կոչ արեց, որպեսզի դրանից մեծ աղմուկ չբարձրացնեն քաղաքական ուժերը։ Սա ընտրությունները բաց եւ ազատ անցկացնելու քաղաքական կամք է, եթե տեխնիկական խափանումներ լինեն, հուսով ենք արագ կլուծվեն եւ մեծ խնդիրներ չեն առաջացնի ընտրական պրոցեսներում։ Ընտրությունների օրը Հայաստանի ամբողջ տարածքում կգործեն ԱՊՀ 172 դիտորդներ, Սերգեյ Լեբեդևի խոսքով, դիտորդները հարուստ փորձ ունեն եւ ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականներն օբյեկտիվ են լինելու։ Նրանք երկար տարիներ աշխատել են կառավարական եւ հասարակական կառույցներում, սա երաշխիք է տալիս, որ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս լինելու են օբյեկտիվ եւ ազատ։ Սերգեյ Լեբեդևի խոսքով իրենց համար կարևոր է Հայաստանում արդար ընտրությունների անցկացումը, իրենց գլխավոր խնդիրն է լինելու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նա հույս հայտնեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու քվեարկած ընտրողների ցուցակների հետընտրական հրապարակումը չեն խանգարի մարդկանց գաղտնի քվեարկությանը։ Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը եւ ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքն է եւ եթե մեծամասնությունը կողմ է սրան, մենք որևէ խնդիր չենք տեսնում։ ԱՊՀ դիտորդական առաքելության 20 ներկայացուցիչներ իրենց աշխատանքն սկսել են մարտի 14-ից։ Այդ ընթացքում հանդիպել են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Վիտալի Գրիգորյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։